Ողջույն հարգելի հետևորդներ, ես Ստեփանավան քաղաքի բնակիչ Էրիկ Գեղինյանն եմ։ Այսօր 2025 թվականի մայիսի 13-ն է։ Ինչպես արդեն հիշում եք, իմ նախորդ տեսանյութերում ես անդրադարձա Ստեփանավան քաղաքի բնակչուհի Էդիտայի կողմից ինքնասպանություն գործելու հանգամանքներին։ Իմ այդ տեսանյութը հանրության շրջանում ստացել է բավականին մեծ արձագանք, եւ ես հիմա նպատակահարմար եմ գտնում եւս մեկ անգամ անդրադառնալ այդ ողբերգական դեպքի հանգամանքներին։ Մասնավորապես Ստեփանավանի քննչական բաժնի քննիչ Ֆիլիպ Նազարյանը հրաժարվում է այդ քրեական գործով ինձ հարցաքննել որպես վկա Էդիտայի կողմից ինքնասպանություն գործելու քրեական վարույթով։ Երբ որ քննչական կոմիտեի նախագահ Արթուր Պողոսյանը ստանձնում էր իր պաշտոնը, նա այդ ժամանակ հրապարակայնորեն հայտարարեց, որ ինքը ժողովրդի մոտ ամրապնդելու է քննիչների գործողություններում արդարության եւ արդարադատության նկատմամբ հավատն ու վստահությունը։ Մինչդեռ Ստեփանավանի քննչական բաժնի քննիչ Ֆիլիպ Նազարյանի գործողություններում ես չեմ տեսնում արդարություն։ Մասնավորապես քննիչ Ֆիլիպ Նազարյանի կողմից Էդիտայի ինքնասպանության վերաբերյալ քրեական վարույթով ինձ որպես վկա հարցաքննելուց հրաժարվելու հանգամանքը հիմք է տալիս ինձ համոզմունք ձևավորել այն մասին, որ քննիչ Ֆիլիպ Նազարյանը միտված է կոծկել Էդիտայի կողմից ինքնասպանություն գործելու դեպքի հանգամանքները։ Ես Էդիտայի կողմից ինքնասպանություն գործելու հավանական դրդապատճառների վերաբերյալ տիրապետում եմ արժեքավոր տեղեկությունների, որոնք YouTube-ով հրապարակման ենթակա չեն, եւ ես ցանկանում եմ Էդիտայի կողմից ինքնասպանություն գործելու հնարավոր դրդապատճառների վերաբերյալ իմ ունեցած տեղեկությունների մասին բարձրաձայնել իմ ցուցմունքում։ Մինչդեռ քննիչ Ֆիլիպ Նազարյանը մինչ օրս հրաժարվում է Էդիտայի ինքնասպանության գործով ինձ հարցաքննել որպես վկա։ Մասնավորապես ցանկանում եմ նաեւ տեղեկացնել, որ ինձ զանգահարել են եւ ինձ ինֆորմացիա են տրամադրել Էդիտայի կողմից ինքնասպանություն գործելու հավանական դրդապատճառների մասին։ Բնականաբար ես հիմա չեմ բարձրաձայնի ինձ զանգահարած անձի ինքնությունը, սակայն հավաստիացնում եմ, որ ես տեղյակ եմ, թե ով է ինձ զանգահարած անձը եւ պատրաստ եմ իմ ցուցմունքում այդ տեղեկատվության մասին հայտնել քննիչ Ֆիլիպ Նազարյանին։ Ասեմ, որ ես այդ Էդիտային նախկինում երբևիցե չեմ ճանաչել եւ նրա հետ երբևիցե չեմ առնչվել, պարզապես հիմա ինձ արդարությունն է մղում, որ ես հանդես գամ հրապարակային պարզաբանումներով, որպեսզի վերականգնվի արդարությունը եւ ի վերջո Էդիտային ինքնասպանության հասցրած անձը կամ անձինք ենթարկվեն քրեական պատասխանատվության։ Ներողություն։ Ներողություն եմ խնդրում ընդհատելու համար, քանի որ նկարահանումները կատարում եմ հիմա շքամուտքում, մարդ էր անցնում շքամուտքով, դրա համար դադարեցրեցի նկարահանումները, հիմա վերսկսում եմ ընդհատման պահից։ Ինչպես արդեն նշեցի, ես Էդիտային նախկինում երբևիցե չեմ ճանաչել եւ նրա հետ երբևիցե չեմ առնչվել, պարզապես ես կողմնակից եմ արդարության վերականգնմանը եւ հետեւողականորեն հետամուտ եմ լինելու, որ Էդիտային ինքնասպանության դրդած անձը կամ անձինք օրենքի ողջ խստությամբ ենթարկվեն քրեական պատասխանատվության։ Բնականաբար ողջամտորեն տրամաբանական է, որ մարդը եթե ինքնասպանությամբ վերջ է տալիս իր կյանքին, ապա մարդը այդ քայլին գնում է ծայրահեղ ինչ-որ մի պատճառներից դրդված, այսինքն առանց որևէ լուրջ պատճառի երբեք որևէ մեկը չի դիմի այդ ծայրահեղ քայլին, եւ այստեղ կան շատ լուրջ պատճառներ, շատ թաքնված լուրջ պատճառներ կան այստեղ եւ դրանք պետք է քրեական գործի շրջանակներում մանրակրկիտ քննության արդյունքում բացահայտվեն եւ բոլոր մեղավոր անձինք պետք է ենթարկվեն քրեական պատասխանատվության։ Այդպես չի լինի, որ մարդը իր կյանքով հատուցի եւ դրա համար որևէ մեկը պատասխանատվության չենթարկվի։ Դա կլինի խիստ անարդարացի։
Իսկ թե ինչպես արդեն նշեցի, ուրեմն մի քաղաքացի բնականաբար այդ քաղաքացու ինքնությունը ինձ քաչ հայտնի է, սակայն նպատակահարմար չեմ գտնում բացահայտել։ Մի քաղաքացի զանգահարել է ինձ եւ ինձ ինֆորմացիա է տրամադրել Էդիտայի կողմից ինքնասպանություն գործելու հավանական դրդապատճառների մասին։ Իսկ թե ինչու է այդ անձը զանգահարել հենց ինձ, ապա քանի որ ես հանրային դեմք եմ, այսինքն հասարակական գործիչ եմ եւ հանրության շրջանում ունեմ բավականին լայն ճանաչվածություն, այդ իսկ պատճառով այդ անձնավորությունը, տեսնելով իմ տեսանյութերը, իմ եթերը, վստահությամբ է լցվել իմ անձի նկատմամբ եւ որոշել է իր ունեցած ինֆորմացիայի մասին կիսվել ինձ հետ, քանի որ այդ անձը նույնպես մեր հեռախոսազրույցի ժամանակ ինձ հավաստիացրեց, որ իր պատկերացմամբ Էրիկ Եղինյանս բավականին արդարամիտ անձնավորություն եմ, այդ իսկ պատճառով էլ այդ անձը որոշել է զանգահարել ինձ եւ իր ունեցած ինֆորմացիայի մասին կիսվել ինձ հետ։ Ինձ մոտ կա ձայնագրություն, որը ես պատրաստակամություն եմ հայտնում տրամադրել քննիչին, այսինքն քննիչ Ֆիլիպ Նազարյանին։ Վստահ եմ, որ այդ ձայնագրությունն անշուշտ լույս կսփռի Էդիտայի կողմից ինքնասպանություն գործելու իրական դրդապատճառները բացահայտելու համար։ Ես վստահ եմ, որ Էդիտայի կողմից ինքնասպանություն գործելու հավանական դրդապատճառների վերաբերյալ իմ տեսանյութերից հետո Էդիտային ինքնասպանության դրդած անձը կամ անձինք խոճապի են մատնվում, վստահ եմ, որ նրանք սխալ թույլ կտան եւ դա անշուշտ կնպաստի Էդիտայի կողմից ինքնասպանություն գործելու իրական դրդապատճառների բացահայտմանը։ Կարծում եմ, որ քննիչը պետք է նշանակի հետմահու դատահոգեբանական փորձաքննություն, որպեսզի պարզվի կա արդյոք պատճառահետևանքային կապ Էդիտային ինքնասպանության հասցրած անձի կամ անձանց գործողությունների եւ Էդիտայի կողմից ինքնասպանություն գործելու միջեւ։ Ինչևիցե, ամփոփելով իմ ողջամիտ դիտարկումները, վերջում հավելեմ նաև, որ ովքեր կցանկանան Էդիտայի կողմից ինքնասպանություն գործելու հավանական դրդապատճառների վերաբերյալ ինձ հարցազրույց տալ, ապա ես պատրաստակամություն եմ հայտնում իմ YouTube-յան ալիքով հրապարակել այս ողբերգական դեպքին առնչվող ձեր տեսակետներն ու ձեր դիտարկումները, որոնք կարող են նպաստել ճշմարտության բացահայտմանը։ Այսինքն ես այս հայտարարությամբ հանդես գալով միմիայն նպատակ եմ հետապնդում